Նարենը դուր պատասխանում։ Սպասի, կարող է իր հեռախոսով ուրիշ մարդ է։ Չէ, Հայկ, հաստատ Նարենը։ Խնդրում եմ, թող պատասխանում։ Հալո։ Հայկ Նարենա։ Նարե։ Միասին եք, սիրտս տեղը ընկավ։ Հա, Նարե, իրար հետ ենք։ Մենք հենց հիմա Երևան ենք գնում։ Հա, գնացեք, որովհետև ամբողջ գյուղը ձեզ ա փնտրում։ Ես չգիտեմ, այս շորովս ոնց եմ Արփի հիմա դրա ժամանակը չի։ Նարե, ուշադիր ինձ լսի, ես մեքենան կանգնացրել եմ նենստեղ, որ չի երևում, ոչ մի բան։ Թաքցրել եմ մեքենան, ծառերի տակ կանգնած է։ Հիմա իջնում ենք Հարսնաձոր։ Հիմա ուշադիր ինձ լսի, լավ կլինի, որ Արփի անձնագիրը գտնես ու բերես մեր մոտ։ Չեմ ուզում, որ դրա վրա մի րոպե ժամանակ կորցնենք։ Դե ուրեմն ես կբերեմ։ Նարե, վստահ ես, որ ոչ մեկ ոչ մի բան չի իմանա։ Հա, վստահ եմ։ Կարո բաց թող աղջկան, կարո։ Որ Հայկն էլ չգար, մեկը փախնելու էի հարսանիքից։ Ու գիտես ինչի։ Որովհետև ես քեզ չեմ սիրում, որովհետև ես Հայկին եմ սիրում, որովհետև հասպանի, ավելի լավ է մեռնեմ, քան դու ինձ մատով կպնես, զզվում եմ քեզանից։ Ես միշտ Հայկին եմ սիրել, ախր ես Հայկին եմ սիրում։ Ես միշտ Հայկին եմ սիրել, միշտ Հայկին եմ սիրելու։ Ես միշտ Հայկին եմ սիրելու։ Ես միշտ Հայկին եմ սիրել, միշտ։ Արփի։ Սարեր կաղաչե Արփի։ Իջեք ծածրացե Գնում եմ յարիս Մեկ ճամփաբացե Սարեր կաղաչե միջեք ծածրացեք Գնում եմ յարիս Մեկ Արփի։ Աստված կսիրե Ճամփես մի կփակի Շատ եմ Սիրտս կմաշվի Հայկ։ Հայկ, ուր է Արփին։ Արփի։ Հայկ, ուր է Արփին։ Տարել են։ Գտել են ձեզ։ Հայ, ես տեսա իրաց ճանապարհին, ուր է Արփին։ Հայկ, կխոսաս։ Ինչ է կատարվում։ Հայկ։ Ինչ ես ես վիճակում, ինչ է եղել։ Արփին չկա։ Այսինքն Արփին չկա։ Ինչ ես խոսում։ Ինչ ես խոսում, ինչ է նշանակում Արփին չկա։ Առաջադրանքը տարեցիր։ Հա։ Հեսա ճակատդ կպաչեն։ Այսինքն Արփի միջև վերջի վարկյանը չէր մտածում, որ կարող է դու չօգնես։ Հայկ,
Արփին միջև վերջի վարկյանը չէր կասկածում, որ դու օգնելու ես մեզ։ Հայկ, ինչ ես խոսում։ Ինչ ես գնացել տատուստուն։ Ինչ էր զանգում ինձ։ Հոսան արե։ Հոսա ինչի համար էր այդ ամեն ինչն անում։ Հոսա եթե վերջում պիտի սենց աներ ինչի ես տատումը զարգեցի։ Ինչի։ Հայկ բացատրես հասկանամ, ինչ է կատարվում, ինչ է նշանակում արփին չկա, խոսա։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Ախ, Հայկ։ Ախպերդ արփին զորը գցի։ Ինչ անեմ ես էլ քեզ գցեմ այս զորը, հա։ Ինչ ես խոսում։ Սուտ ես խոսում։ Ես էլ երևի քեզ պիտի գցեմ այս զորը։ Բայց չեմ անի գնա։ Գնա ստեղից։ Հայկ ինչ ես խոսում, անհնար է, կարոտ ես ոչ չեր անի, անհնար է, կարոտ սիրում էր արփին։ Գնա ասում գնա։ Հայկ! Գնա ստեղից։ Գնա ստեղից։ Գնա! Չապրել չկար։ Ես Միքո ունեի ու պապուս տված խոստում։ Այդ ամենափոքր բանն է, որ կարող եմ անել իմ երկու ծերուկների համար, որ ինձ իրանց գրկի մեջ մեծացրին։ Բայց կյանքի վերջին օրերին ես տենց էլ չկարողացա իրանց գրկել։ Ինձ թվում էր, որ մի ամբողջ կյանք է անցել ու տենց էլ կար։ Տարիներ շարունակ, երբ որ տարին մի անգամ Միքոյի հետ գյուղ էի գնում, պատուհանից դուրս չէինք նայում, որ ծանոթ դեմք չտեսնենք։ Իսկ հիմա նայում էի ու ոչ մի ծանոթ դեմք չկար։ Գյուղն էլ էր փոխվել։ Այն գյուղը, որտեղ տատս ու պապս չկային, էլ իմ գյուղը չէր։ Բայց ինչքան էլ որ ժամանակ անցնի, Հարսնաձորը իմն է լինելու։ Հարսնաձորը միշտ մնալու է իմ ու Արփիի հանդիպելու տեղը։ Ու ամեն անգամ հենց որ շատ դժվար լինի, երբ որ ինչ-որ տեղից էլի կորած խիղճս հետ գա գնալու եմ Հարսնաձոր, որ հիշեմ, որ հանկարծ չմոռանամ։ Ու երբ որ պահը գա, Մարգարենց թոռ Հայկի խիղճը չհաղթի էս Հայկին։